Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ բոլորիդ, բարի երեկո, բարի օր եւ բարի գիշեր ոմանց։ Ես ճիշտ ասած որոշեցի անձայն նկարել, քանի որ սկսեցի մի քիչ մաքրություն, փոշի այս վարարանի պատճառով փոշին անընդմեջ կա։ Եվ մոնտաժ անելու ժամանակ նկատեցի, որ ոտաբոբիկ է։ Եվ հիշեցի, որ իմ լավ հետևորդուներից մեկ ինձ հացերտ է, Անահիտ ջան, դու միշտ կոշիկներով ես տանը լինում, իհարկե կոշիկներով եմ լինում, տապուչկաներով եմ լինում, նայած, ասենք որ տանից դուրս եմ գալու կամ պիտի գամ կամ չեմ փոխում, մնում եմ կոշիկներով, ես ծիծաղալով գրեցի այո կամ կոշիկներով կամ ոտաբոբիկ։ Ես սիրում եմ ոտաբոբիկ քայլել, ուղղակի պրոբլեմ ունեցա ոտաբոբիկ քայլելու, էլ չեմ կարողանում, քանի որ ոտքիս տակի ինչ-որ մի հատ մեծ պրոբլեմ ունեցա, դրա համար հագնում եմ կամ կոշիկ տանը կամ պապուչկա մի քիչ հաստոտ, որպեսզի ոտքս գետնին շատ չկպնի։ Որոշեցի մի քիչ մաքրություն անել եւ անձայն իմ մտքերի մեջ եւ հանկարծ նկատեցի, որ փայտերի տեղը, որ Սերժը փայտերը դասավորում է, բավականին փայտերի վրայի այդ փոշին, այդ տերևներ եւ այլն կար, եւ այն սկսեցի մաքրել, ամենադժվար գործն էր, բայց պետք էր անել, եւ ինչպես տեսնում եք վարարանի դեմը միշտ փոշի եւ փոշի, դե ոչինչ, թող դա լինի պրոբլեմը, սիրելիներս, ես մենակ ձեզ մի բան կարող եմ ասել, ամեն ինչը երբ որ անում ես սիրով, երբ որ մաքրում ես քո երաժշտության տակ կամ մտքիդ մեջ թեկուզ երգելով, շատ հեշտ է անցնում եւ ամեն ինչը եւ ամենակարևորը, սիրելիներս, մրթմրթալով գործ չանենք, երբ որ զգում ենք, որ հոգնում ենք, նստենք, հանգստանանք եւ շարունակենք։ Հիմա տեսակ առաջ քաշեցի եւ տեսա, որ հետևը բավականին, ինչ ասեմ, չեմ կարող ասել զիբիլ, բայց այդ փայտերի այդ վրայի այդ փոշիները, փայտերի վրայի տերևները թափվել էին եւ ես այն սկսեցի մաքրել։ Բարլուսման ջան, նայեք տեսեք երեխեք ջան, բարլուս, ասեմ դնում են մեկ հատիկ, Երվայնանն եմ անջատում են վիդեոն տոլում են պատատում, հեգիդի ասեմ սատիկ, ամենտ պատատեմ որ սկի միան պատատի, սիրուն թատիկները տեսնենք, մերնեմ արևիտ, պատատի, իմ սիրուն մամա, իմ սիրուն թմբլիկ ձերքերով մամա, Տերևներն են կան հաջող տերև են։ Այս տերևները Սուսանի պարտեզինն է։ Այս խաղողը քիշմիշը։ Ես Երևանից եմ բերել սրա շիվերը։ Շիվերը Երևանից եմ բերել 2000
3 թվին։ Yeah. Վերել են փետրվարին պատկերացրա, աճեցրել են, Հակոբին եմ տվել, Սուսանին եմ տվել, մեծ այգի են դարձրել այս շիլերով։ Եվ դրա համար տերևները հավաքում ենք, շատ քիշմիշի տերևը։ Քիշմիշի տերևը։ Քոնոման քիշմիշ։ Աբոլոջան։ Ես ինչ լավ բան արեցիր, մամ ջան, այսօր տորմայիս արում, Անահիտը հանգստանում է այսօր։ Այդ այ զակասով։ Ես ճիշտ ասած մտածեցի, ասի գնա մամային ասեմ, մամ, չիբուրեկի արեմ։ Ես որոշել եմ, որ ես միսը, դե հաղացած միսը այդքան բան չկար, էլ ասի, քանի որ կա, չիբուրեկի եմ անում։ Հետո դնում եմ մարազիլկել ես չիբուրեկի։ Քանի օր է Հետո շաբաթ։ տակացնում ենք ինքան Բայց այդան ճիշտ ասես, մամ ջան, հեչ չիբուրեկի, չիբաքսարեի յուղի ձետի բան չունենք։ Առողջություն։ Գիրանալու։ Մամ ջան, քանի կիլո մսով ես սարքել։ Կիլո 200 գրամ։ Հա, դե լավ։ Սուսան ես բերել։ Հա, դե լավ։ Միշտ չունենք, պիտի գնանք միսը։ Անպայման, են սիրուն է տեսարանման բարձրդ հետևը դրած, շատ գեղեցիկ։ Լավա նկարի, ինչքան կարաս նկարի։ Տեսեք երեխեք ինչքան գեղեցիկ է փաթաթում։ Իրա մատի մեջ, ոչ դնում այն, որ դնում են տախտակի վրա, նայեք, տեսեք, տեսեք, այ այսպես, նուրբ, բարակ, այո, տեսակ վերջում է այդպես ցույց տվեց։ Այսօր Սաթիկ ջան, այսօր ոնց որ գարուն է դուրսը։ Այսօր տաք է, հա։ Պիտի գնամ Սիրգեյի։ Կան է տակ, ջան է, 4 աստիճան է։ Կան է տակ չի, բայց դե չի հրավ չկա, այսօր չի սարը։ Մինուս չի եղեք չի։ Հա, այսօր լավ է, մամ ջան, այսօր լավ է։ Երկուրա չեմ քայլում, հա։ Սերժը այդ տան վրա բան աշխատանք է անում։ Հա, պիտի բան անեմ, գնամ միան իրան ասեց, այսօր ճաշից հետո չէ, մամ ինչ ա ուզեմ մի հատ գործիկա նման բան ա մոռացե տանեմ տամ, հետո ժողովուրդ ջան, ձեր համար էլ կնկարեմ, իմ ամուսինը միակ այս կողմի, այս ռեգիոնի միակ որն է, երբ մի 10 հոգի են մնացել քարի հետ աշխատող, որ ինքը քարը տաշում եւ ֆասադի վրա քար են դնում, իսկական քար, ինքը դրանցից մեկն է մնացել, որտեղ դրան պետք է համբերություն, հանգիստ գործ եւ իհարկե տեխնիկա։ Կնկարեմ, Սիրգեյին ասեցի, Սերժ նկարեմ, ասես նկարի թող տեսնեմ փիղնիշ թրջունա։ Մամ, դու ֆարշի մեջ պամիդոր չես կսում, չէ։ Սա։ Չէ, ֆարշի մեջ։ Բանի, այս տորևի համա։ Հա։ Բա տեսնում եք, ժողովուրդ, այն օր նայում եմ մի հատ կին այնքան լցես պամիդոր, ինքը թթու է տերևը։ Հա։ Չի կարելի։ Կաղամբի մեջ եմ գցում։ Ահա։ Մսի մեջ դու անում ես սոխ։ Ես որ գիտես ինչ եմ արել, որովհետեւ սոխի, ասենք սպეციფიկ հոդը չկա, որ կդնում ես։ Սոխարած եմ արել, յուղով սոխարած եմ արել, բիբար, կամի բիբար, սեբիբար ու լցնել եմ մսի վրա։ Դակո։ Ու դե շաղաղել եմ, որովհետեւ ինքը ավելի սոխարածի համը կունենա մեջը։ Հետո էլ այդ սոխի թստահամը չի գալիս, էլի որ բանես անում, եփում ես, ինքը սոխը որ հումա եփում է, իր սպეციფიկ հոդը թողում է։ Դե վտանգ չի։ Մերնեն բառապաշայիդ, այն օրը որ ասեցի չափիչ այն օրը որ ասեցի մամ 32 ռազմեր են ժողովուրդը ասեցի, հա դե չափիչների Մամ մի բուր բրինձ ես լցնում այդ մի կիլոյի մեջ։ Չէ, երկու բուր։ Վայ Սաթիկ, վերջնա, լսակ երեխեք ջան, ինչքան բնական։ Անայ ջան, գիտես ինչ կա, ես չեմ ուզում շատ բառեր ասեմ, որ քո հոգու ցավ չկա։ Ամեն ինչն էլ անցողի կա։ Անցածներ գիտես ինչա, միայն հիշվում է, հետ չի գալիս։ Հիմա ես երբեմն որ սենց աշխուժ աշխատում եմ, ձեր հետ միասին, ես գիտեմ, որ դուք անմնացորդ սիրում եք ձեր մորը։ Ու մեկ ասում թե լավ նայեք։ Այ մամ մի ասա երեխեք։ Մի ասեք մամ, ես հիմա կարողա անջատեմ եւ գնամ դուրս։ Չէ, չի կարելի, բան։ Անջատեմ գնամ դուրս։ Գնամ այսպես կարճ թևերով քայլեմ։ Մամ ջան, մի խոսա, բոլորս կա։ Եվ գիտես ինչ կա, կարևոր որ ձեր մերը ամեն ինչը հաճույքով անում, հաճույքով անանում ձեզ, սիրում է ձեզ անմնացորդ, սիրում է անչափ։ Գիտես ինչ կա, ես հենց այդ ժամանակ ամեն մարդ պիտի ինքը իրան աճոտ տա, էլի որ ասում ես պիտի հիշողություն, այո։ Դու պիտի քարածի համար պատասխան տաս, որ իմ համար ու ինձ մենախոսության մենակ են խոսում, իմ համար մի
Փողոսի անգամ տարբերություն չի եղել, տղեն ա թե ենի աղջիկն ա Աբսոլյութ, ոչ քո, ոչ պապայի, աբսոլյութ չի եղել։ Մենք բոլորը սիրված ենք եղել եւ այսօր ինքը իմ մայրս իր էդրապտուղները ստանում է։ Մամ ջան, բանը Այո, ես անդադար գիտես այդ որ խոսքն ասել եմ, դա պատահական խոսք չի, Անա ջան։ Երեխեն, որ ծնողի կյանքի կորցրած օրագիրն է։ Որագին, այո։ Ինքը դու կորցրել ես ամեն ինչ օրագիրը, բայց այդ երեխեն ինքը քո օրագիրն է։ Այո։ Իր ուղեղի մեջ ամրացված է քո արազները։ Իմ Ռուզաննաս, իմ մեծ աղջիկն է։ Ինորն ես բաներ անձը հիշացնում։ Իմ ասենք թե դա վերաբերմունքը իր նկատմամբ թե ես ոնց եմ եղել, ինչ սեր եմ տվել իրան, ինչ ձևի եմ փայփայել, ինչ ձևի եմ արել, даже չեմ էլ հիշում որպես բանը, որ Մամա, դա բնական է, դա որտեղ պարտավոր է։ Պարտավոր է ծնող, այո։ Ծնողը պարտավոր է, որ պիտի անի, ինչի՞ է ծնող։ Անա, դες մի հատ գեղեցիկ խոսք է։ Ասում է Աստված մեկն է։ Աստված դրա համար է մայր ստեղծել իր փոխարին։ Այո։ Ինքը այդ բոլորին չի կարողացի հասնել։ Դրա համար մայր ստեղծել, որ մայրը կարողանա անի Աստծո դերը տանի։ Դրա համար դու պիտի հպարտ լինես, որ Աստված քեզ է դավերը արի այդ գեղեցկությունը, այդ սերը, այդ երեխա ունենալը, ամեն ինչը։ Այո, Դրա համար շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ քո գեղեցիկ ձեռքերիդ։ Ձեզանից եմ շնորհակալ։ Քո գեղեցիկ ձեռքերդ մի քիչ նիհարել են, это что это такое, էլի, это что это такое, մեռնեմ արևից։ Թմբլիկ ուր են թմբլիկ են սիրուն են բանը, դու ասա նախշերով ձեռքերդ, նայ, կաշին եմ տեսնում, մոտիկացրել եմ, կաշին եմ տեսնում։ Այ, մայրիմ հեզուանգին։ Օրինակ այս տոլմայի հետ խո մենակ տոլման չեմ դնի սեղանին, ինչ կարելի է դնել, սարքել։ Լավ սալատ կարաս անել։ Հա, գնամ վինեգրետ անեմ, մամա։ Վինեգրետ, բազուկով վինեգրետ անեմ։ Գնամ մի քիչ կարտոշկա խաշեմ, գազար խաշեմ արագ ձևով եւ Ամուսին այդ կարտոշկա սիրում է։ Այո։ Այո, ամուսինս տոլմա շատ է սիրում, կգա հեսա կեսօրին տոլմա կուտի եւ վինեգրետ։ Վինեգրետ կա մի ֆրանսիացի փեսան չի Չի սիրում, Սուսաննա ամուսինը չի սիրում, երեխեք։ Կավամբոր։ Իսկ փառք Աստծո, Սերժը շատ հաճույքով ուտում է եւ կավամբող։ Ամեն ինչը բացի, հայկական ամեն ինչը բացի կարաս ասես ինչից, մամա։ Պերաշկին ասում է շերասպի, երեխեք ջան, բանին այդ պոնչիկին ասում է սպուտնիկ։ Չիբուրեկին, չգիտեմ, սպասի, ինչ չեր ուտում, որ ասեցի, հա, ինչ չեր ուտում, որ զարմացանք, հա, սպաս չի սիրում, դե սպասը մի քիչ սպեսիֆիկ բան, հա, որ ամեն մարդը օտա երկրածին չի հասկանում, մածունով տաք ճաշ։ Մածունով սուպ։ Սուպ, հա, մի վարկյան, էլ ինչ չեր ուտում, ասեց, անո, չեմ, են օրն էլ ինչ կերանք, մա, որ ասեց, չէ, չեմ ուտում ես, հիշեց երեխեք, ավելուկով մի օր ուրեմն մաման ճաշ էր սարքե ապուր, ասեց, ես ինչ համով, ինչա մեջը, մամ, կերավ, հենց իմացավ ինչա մեջը, էլ չկերավ, մի հատ էլ վերջնական, նկարը մայրիկիս փաթաթած, ինչ ասեմ, սիմետրիկ, մինիմալիստ ձևով տոլման, ուրեմն ժողովուրդ բարև ձեզ ևս մեկ անգամ, երեք մեկը ինձ գրել էր անայդ վիդեոն խավարա ցույց տալիս։ Չէ, մի կես ժամ 10 գնա քայլ, չի։ Գնա քայլի, հա, կես ժամ ստեղ եմ ես, հա, գնա կես ժամից դուրս կգանք, հա։ Կես ժամից դուրս կգամ, հա։ Սիրելիներս բարև ձեզ ևս մեկ անգամ։ Ես ճիշտ ասած փորձարկություններ եմ կատարում, տեսնեմ ինչա խավար ցույց տալիս։ Շատերն ասում են խավար է ցույց տալիս, թվում է դա լույսի այդ արևի դրսի արևից է գալիս։ Ես մի հատ սուրճ պատրաստեմ իմ եւ քրոջս համար։ Սուրճ խմենք ու որ գնանք։ Ես կապերով սարքեմ այսօր մի քիչ մեծոտ է։ Շատերի հետաքրքրում է այս ապարատը։ Այս ապարատը երեխեք կա լավ եւ վատ կողմերը։ Լավ կողմը, ապարատի լավ կողմը գիտեք որն է, որ ինքը իր կողքը կանգնելու կարիք չի, բայց վատը նա է, որ ինքը 3 բաժակից ավել չի վերցնում, դրա համար լավ եւ վատ կողմեր էլի ասեմ ձեզ, եւ մեկ էլ լցնելուց է պրոբլեմը լցնելուց է, որովհետեւ ամեն անգամ երբ որ սուրճը լցնում ենք, պիտի ասես մի
ձև կալցնելու, որ չթափվի կողքերից, որ Անահիտից հեռու չի, էլի անդադարվում է։ Հիմա ես ունեմ, մայրիկը չի խմում, ես կարիք ունեմ սուրճի, այսօր հանկարծակի ես զգացի, որ ես սուրճի կարիք եմ զգում, որտեղ ընդհանրապես ճաշից հետո սուրճ չեմ խմում, ասեմ ձեզ։ Ուղղակի այսօր ակումբանի քույրս է, դառնա, իրար խմենք, մաման չի ուզում։ Գնանք մամայի մոտ իմ լավ շոկոլադ կա, գնանք մի երկու շոկոլադ դասնեմ և գնանք քոչս հետ սրճենք ու դուրս գանք։ Հիմա տեսեք ինչքան մաքուր է ցույց տալիս, բայց ի՞նչն է պատճառը, ես չեմ հասկանում։ Միգուցե մաքրեցի, հանեցի այդ հետևի ես չխոլը, բայց դրանից չի, չէ, ինձ թվում է լույսի։ Նո, հիմա էլ է լավ ցույց տալիս։ Խավարությունը, մի տեսակ, գիտեք, խավարությունը դուրս է գալի այն ժամանակ, երբ որ դու Սա էլ մաման ասեց Անա այդ կարմիր սոխը արդեն կլեպները հավաքի կեղևները։ Все-таки էլի այ այսենց մաքուր է ֆոկուսը, 0.5-ի վրա ֆոկուսը ահավոր կեղտոտ է։ Հարկա վրա մտածել մի հատ մտնեմ հələ հարցնեմ տեսնեմ ինչից է։ Ահա, սուրճը լցրել եմ մեջը, տեսեք։ Կարող եք դաժե հանել նայել, երբ որ այս սա կանաչի կծնցնկա, սուրճը պատրաստ է։ Սիրելիներս ձեր Անահիտը չկան վաղուց մեքենայի մեջ չէր դուրս նստել։ Ձեզ սպասում է մի հետաքրքիր սյուրպրիզ։ Շատերը դիմա կսպասեք Անահիտն էս ուր է գնում։ Նախ պետք է գնամ ես մի հատ դեղատուն, քրոջս բերեցի, հիմա գնում եմ դեղատուն եւ ես պետք է գնամ մի հետաքրքիր նկարահանում անեմ ձեր համար։ Դե լավ ասեմ, Սերժին պետք է նկարեմ, ասեմ ձեզ, որ Սերժը երեխեք ջան, ամուսինս, ինքը համարվում է երևի եզակի մասնագետներից այս ռեգիոնի, ով աշխատում է քարի հետ, այսինքն քարը տաշում է եւ ամեն մի քարը քարի վրա դնելուց դա բավականին դժվար աշխատանք է։ Ես ձեզ հեսա որ մի հատ տան կողքով անցնեմ, ձեզ ցույց կտամ, որ այդ քարից տները սարքելը, հիմա ես ձեզ այս պատը օրինակ ցույց տամ մի վարքյան։ Ես հիմա ձեզ ցույց եմ տալիս այս քարը, որ հավաքել են։ Ուրեմն այս քարի հավաքման պրոցեդուրան սա շատ բարդ բան է, որովհետև ինքը քարի վրա, տեսեք սա, ամուսինս այս գործն է անում էր, հիմա դե բնականաբար արդեն թոշակի անցել, տեսնում եք այս շենքը, այս ինչ սիրուն շուն էր, այդ շենքի մի վարքյան, ես ինչ շոքա երեխեք սպասեք անջատեմ, այդ տիպի տան շենքերի վրայի այդ սվաղը եւ այլ ինքն է։ Բայց այս հիմա ես որ ձեզ պիտի նկարեմ, ինքը պատի վրա քար է դնում եւ դա ասեմ ձեզ իմ ամուսինը հիմա էլ չի աշխատում, թոշակի է գնացել, իր մոտիկ մանկության ընկերոջը ուղղակի օգնում է, որովհետև ինքն էլ է աշխատում հետը, ուղղակի այսօր զանգեցի, ասեցի Սերժը ձեռնոցներ էր մոռացել, պիտի տանեմ, ասեցի կգամ մի անգամից համել մի երկու րոպե կնկարեմ, չի ասեց ստեղ չի, ասեցի դե լավ է, ես կնկարեմ, որ այդ իր ընկերոջ տղան տունը, իր տատիկի պապիկի տունը ամբողջությամբ վերանորոգում է եւ այդ վերանորոգման պրոցեսը խնդրել է որ Սերժը գա իրան օգնի, որովհետև դա մասնագիտական բան է, բայց Սերժը մի քանի ինչ ասեմ, հիմա ուրեմն գնում ես գնում եմ կարող ասես դուրս գամ մի անգամից երեխեք, հնարավոր է ես դուրս գամ, գիտեք, չգիտեմ կկորեմ թե չեմ կորի, բայց եթե ես վերցնեմ մենակ աչով կգնամ։ Հիմա ես գնում եմ Սերժի ձեռնոցները տանեմ եւ Սերժին նկարեմ։ Կտեսնեք, մանրամասը չխոսամ։ Սիրելիներս, ես շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ ձեզանից բոլորիցդ։ Գիտեք ինչ, շատերը չեն ասում սա, բայց ես պետք է ասեմ։ Պիտի ասեմ, հիմա ասեք Անահիտը շատ է ասում։ Շնորհակալ եմ նրա համար, որ դուք էկրանից այս կողմ, ձեր հեռախոսներից այս կողմ, դուք Անահիտին ճանաչում եք, տեսնում եք եւ ընդունում եք այնպես ինչպես կա։ Ես կեղծ բաներ չեմ սիրում։ Ես չեմ սիրում չափազանցնել կամ ասել յա, լիչույա։ Նոր հետևորդուհիներ, ովքեր ինձ կտեսնեն եւ հետևորդները, ասեմ ձեզ սիրելիներս, նախ բարի գալուստ Անահիտ բլոգ, բարի գալուստ Անահիտի, ինչ ասեմ, ուղիղը եթեր կարող եմ ասել, որովհետեւ ես այդքան շատ չեմ մոնտաժ անում։ Կարող է պատահի մոնտաժ անեմ, ելի եմ ձեզ ասում են րոպեի, որ մի հատ ջուր խմեցի, մի հատ խոսքի հորանջեցի եւ այլն եւ այլն։
Ինչ է իմ բլոգների հիմնական նպատակը։ Ուրեմն երբ որ ես ալիքը բացեցի, ես ասացի, չէ՞, ես ցանկացա ձեր հետ կիսվել իմ հայ ժողովրդի հետ, բայց շատ հայ ընկերներ ունեմ, որոնք ամեն անգամ մի փոքրիկ բանով զանգում են, Անա, այդ կարող է ասես, սա ոնց է, սա ինչ է։ Այսօր իմ քուրս մի լավ բան ասեց, ասում է, անգամ մենք մինչև հիմա դեռ քեզանից սովորում ենք։ Եվ դա ամոթ բան չի, որովհետև ես բնավորությամբ հայտնաբերող եմ։ Ես բնավորությամբ չեմ դոփում նույն տեղում։ Նայում եմ, տեսնում եմ, հետո մի բան էլ ձեզ ասեմ, եկեք գլուխներից չգովանք, ես ֆրանսիացիների հետ շատ մեծ շփում ունեմ եւ ամեն մեկի հետ շփվելուց ես տեսնում եմ, ասում եմ, սա լավ բան է։ Եվ ես ցանկացա սա կիսվեմ, որովհետև ես գիտեի, որ Ֆրանսիայի ապրող շատ հայեր կնայեն այս բլոգները։ Եվրոպայի ապրող շատ հայեր կնայեն վլոգները։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից շատերը կնայեն, Ռուսաստանից։ Եվ գիտեք ինչ, հասարակ բան, իմ լավ ընկերուհին, որ արդեն այս YouTube-ում ենք ծանոթացել, պրիվետ Լիժ ջան, պրիվետ Ավո ջան։ Ինձ արդեն հարազատ դարձած մարդիկ, ովքեր բնակվում են Սենսինատիում, Ամերիկայում։ Այն որ ինձ գելա Անա այդ լուրջը գոհես այդ բանի, այդ թևերի տակի դեզադորից Կլաղենսի, որը ուղղակի դա հրաշք է։ Դա 24 ժամ չեք քրտնում, նրանք ովքեր չեն քրտնող են, խորհուրդ եմ տալիս։ Ասեցի աչքերդ փակ կարող ես գնել։ Այսինքն այդտեղ գալիս է մի հետաքրքիր մի բան, վստահություն, մենք վստահում ենք եւ լսում ենք եւ անում ենք։ Ուրեմն ես նկատել եմ, որ Instagram-յան էջում բնականաբար է ջահել երեխեքին հիմնական աղբյուրը փող աշխատելու, ես ասում եմ, ինչքան միա փչում երեխեք երեսից։ Instagram-յան բլոգերները իրենք ռեկլամներով են գումար աշխատում։ Բայց կան YouTube-յան ռուս բլոգերներ, ովքեր ընթացքում խոսում են, հոպ, մեկ է դնում են, այս պիլասոսը շատ լավն է, խորհուրդ ենք տալիս եւ այլն։ Հենց տեսնում եմ իրանք ասում են, ես առաջ եմ տալիս, որովհետեւ դա գիտեմ, որ ճիշտ չի։ Եթե դու 6 ամիս չօգտագործես մի ապրանք ու եթե չզգաս դա ճիշտ լավն է թե վատն է, այդ ժամանակ արդեն ես կարող եմ ասել 100%-անոց գնեք լավն է։ Օրինակ իմ կոբոլդը, իմ այդ պիլասոսը, որը որ ես գնել եմ պրեզենտացիաներին, 1600 եվրո արժի։ Իմ մեր Վարշավիր մատնահարդար Սյուզին էլ է դրանից գնել, ասում է ես չգիտեմ գոհ եմ թե չէ, ասեմ, կա լավ եւ վատ կողմերը։ Վատ կողմը գիտեք որն է, նախ մի քիչ ծանր է այդ որ պիտի լվանանք հատակը, բայց լավն է նա որ ոչ մի բան չես դու ոչ կարող ես նյութեսկը լցնում, ոչ մի բան եւ լվանում է ինքը շատ լավ եւ ձեռի հետ էլ ինքը փոշիները հավաքում է, բայց այդ դրանով դու չես կարող են խոշոր ավելը որ ասում ենք ավլում է եւ լվա, ոչ, սուտ է, չհավատակ։ Եթե մի բան դվա վադնոմա, ուրեմն երեխեք ջան, աշխատեք էվիտե անել, այսինքն չգնեք։ Ես սա իմ կարծիքն է։ Ես ինչ եմ անում, նկատել եք, որ ես պիլասոս անելուց միայն այն փոքրիկ իր գլխամաստ եմ օգտագործում, որը այսօր գտնվում է զավոդում, որովհետև չէր քաշում եւ ես անդադ ասում եմ հնարավոր չի սա գազանի պես քաշում է, գազանի պես երեխեք։ Ձեր համար ոնց է, որ ինքը ընենց է քաշում փոշին, որ անգամ օդում դու փոշեր չես տեսնում։ Եվ ես ձեզ ասել եմ, որ այդ պիլասոսները հիմնականում օգտագործում են մանկական օնկոլոգիաներում, որովհետև այդ փոշին վնասակար է։ Եվ դա գնաց զավոդ, լավ է նա, որ 5 տարի գարանտի ունի։ Զանգեցի, անմիջապես պատասխանում են, գերմանական մեծ ֆիրմա է։ Զանգեցի, իրանք ասեցին, որ մի հատ շուռ տվեք, նայեք, տեսեք ինչ տան, նայեցի, կաուչուկը այդ կանանչը, ինքը չի բացվում, բայց ասեցի 2 հատ կտրված կա մեջը, ասեց նո, ինքը չպետք է կտրված լինի, ուրեմն կաուչուկը կտրվել է։ Ուղարկեցի, հիմա իրանք մեզ աջուստացա, որ ամեն ինչը նորմալ է, մենք արդեն ընդունել ենք, երբ որ կուղարկենք, ձեզ ձեն կանենք, որովհետև դա ամեն ինչը ձերի է, դաժե մոտորը, ամեն ինչը 5 տարվա մեջ է մտնում։ Դա լավ կողմերը։ Բայց այն մյուս գլուխը, որ ես փոխում եմ եւ լվանում եմ, տեսել եք վառարանի դիմաց, մի հրաշք է, երեխեք, դա ուղղակի պետք է ունենան, բայց դուք չեք նկատել, որ ես սկզբից այդ փոքր գլխով լվանում եմ, փոքր այդ փոշեկուլի այդ մասով, հետո նորից փոխում եմ, նոր լվանում եմ հետևից։ Մի բանը, որ դվա վադնովա չգնեք, հնարավոր չի ինքը լավ աշխատի։ Եթե գնում եք դա, ուրեմն ինքը կա որ ասում են նայեք տեսեք բանը այնա խոշոր հացի կտորա եւ այլն չի քաշում եկեք չստենք այ դա է ճշմարտությունը որ դու մի տարի 2 տարի մի բանը օգտագործում ես ու ասում ես որ լավն է թե վատն է ոնց կարող է պատահի մի մարդ ուղարկեցին իրան այդ տվյալ ապրանքը միացես փոշին քաշեցի վաու սուտա ինչը ռեկլամա ես չեմ հավատում հիմա եկեք ասեք իսկ ես
փող չեմ առնում դրա համար։ Եթե ես ձեզ ասում եմ գնեք, աշկերտի փակ գնեք։ Եթե ասում եմ, չէ, վատ եւ լավ կողմը, դե բնականաբար մաշվածությունն իր գործնանը կարող է մի տարի հետո փչանա։ Օրինակ ես կոֆեի ապարատը հայկական, ասեցի լավն է նա, որ դուք կարաք ձեր գործնարեք ինքը չի թափվում։ Վատն է նա, որ 3 հատ է սուրճը եւ լցնելուց անտա չրչռում է։ Մեր ջեզվեկը բնականաբար այդ որ կանգնում ես գազի վրա, արդեն նորմալ գիտես որ ինչա ոնց է։ Բայց դա դեպի համար չի։ Հայկական կոֆե այդքան շատ չեմ խմում։ Խմում եմ այն ժամանակ, երբ որ քույրս ա տունելում, պես ասա, մեր օնքեն բոլորը գալիս են, ասում եմ, ինչ եք խմում, հայկական թե ֆրանսիական, ասում են հայկական, այդ ժամանակ սարքում եմ արդեն։ Ես ասեմ ձեզ սիրելիներս, ես ուրախ եմ, ինչի եմ ասում ձեզ, ես ուրախ եմ, որ դուք այդքան բանը տեսնում եք, նկատում եք եւ սիրով եք նայում եւ գիտեք ամենակարևորը միշտ գրում եք Անայի ջան, մենք քեզանից շատ բան ենք սովորում։ Անայի ջան, մենք այսքան տարի ապրում ենք այստեղ, մենք ես ուրախ եմ, երեխեք սովորելը ամոթ բան չի։ 3 չառաջ օրը ես մեր մոտ զեղչերն է, այս իմ բոթասները, հոկաները, բոլորդ գիտեք, շատ-շատերն արդեն գնել են եւ խորհուրդ եմ տալիս։ Ասա արդեն խորհուրդ եմ տալիս, նրանք ովքեր ունեն արտիկուլյացիա, ոտքերի, ծնկերի ցավ, եւ սիրում եք քայլել եւ ուզում եք թեթև լինի եւ չզգաք ձեր ոտքի վրա ինչ որ մի բան, ոչ Nike, ոչ Adidas, ոչ Oasis, ոչ մի բան չառնեք, Asics, սա ինչա։ Գնեք հոկաները, հոկա Clifton 9 կամ հոկա Clifton 10։ Հիմա զեղչերա Ֆրանսիայում 3 առաջ որ քույրս էր ասեց ինչա, ասեցի գնի, որովհետեւ ամուսինս առաջին անգամ իր կյանքում որ իր բերանով ինձ ասի ան մի հատ ինձ այդ քո բոթասներից գնի, բեժը։ Նայեցի, վերջը գնել եմ իր համար, ասեցի Սերժ, քեզանից հետ չմնամ, մի հատ էլ ինձ եմ վերցրել նույնից, որովհետև ես արդեն եղավ երրորդը, ունեմ սևը, գալուբոյը եւ այդ բեժը։ Դաժե դա իմ զանգեցի Սուսան ասեց ես սպիտակն եմ ուզում, ինչ բոթաս ես խորտալի, ասեցի հոկաները գնեն։ Իմ քույրերը ընդհանրապես ինձ հավատում են, որովհետև ես բնավորությամբ ասել մամային բանը, ինչ ասում ինձ, կայծակ, ես արագաշարժ եմ, ես ճղկոտ եւ այլն, բայց գիտեն, որ եթե դա ինձ դիմացել է, ուրեմն դա դիմացկուն է եւ լավն է որակը։ Դրա համար սիրելիներս ես ուրախ եմ, շնորհակալ եմ, մերսի։ 1000 անգամ շնորհակալություն եմ ուզում ձեզանից հայտնել սենց հեռավորության վրա, որ դուք Անահիտին իրոք ճիշտ ճանաչեցիք։ Որտեվ շատ անգամ կա, որ անարդար բաներ են մարդիկ չենք հասկանում, մարդիկ կան անգամ իրաց չեն կարողանում ճիշտ ներկայացնել, բայց այդտեղ ներկայացում չի իմ ալիքը։ Ուսա պասը, ուսա կասը, կամ անցնում է, կամ կոտրվում է։ Հիմա մենք հասնում ենք մեր վայրին, հետո սրանից հետո ես պիտի 30 կիլոմետր նորից գնամ, 35 անգամ, որպեսզի մայրիկի դեղերը գնեմ։ Բայց ես մի բան եմ մտածում, ես ինչ եմ գնում, այն քաղաքը, եթե կարող եմ այս քաղաքից գնել դեղերը, եւ այս քաղաքում դեղերը, գիտեք ինչ դեղեր կան, օրիգինալը չեն տալի, ես ասում եմ ինձ միայն օրիգինալը Ֆրանսիայում հիշեք հայ աղջկանայք կան ովքեր որ կամ տղամարդիկ բառը չգիտեն ժեներիկ իրանք երբ որ դու գնում եք դեղ գնելու իրանք ձեզ դեմ են տալի ժեներիկները դա փոխարինող չեմ կարող ասել լրիվ ուրիշ լաբորատորիա է իրանք ասելով դա նույն մոլեկուլներն է ես հակա ռեկլամ չեմ անում բայց ասում եմ այն ինչ մտածում եմ եթե մի դեղը արժի 35 եվրո այն նույնիսկ արժի 3.50 ոնց կարող է դա նույնը լինի ես ձեզ հարց եմ տալիս Դրա համար ես ասում չէ, դուք ինձ տվեք, ես կմուծեմ փողը, հետո ինձ փոխհատուցում են, իմ այնտեղից մի եվրո եմ պահում, ոչինչ, դա մեծ պորտուն չի, բայց ես գնում եմ այն դեղերը, որ մայրիկը խմում, արդեն այդ կինը բավականին շատ դեղ է խմում։ Մի հատ էլ ժեներիկը, ես չգիտեմ թե դրա մոլեկուլը ինչ մոլեկուլ է իրանից ներկայացնում։ Դրա համար երեխեք ջան, եղեք ուշադիր եւ ասեմ ձեզ, երբեք եթե ապտեկերներ կա, որ իրանք տեսնում են акցենտով եք խոսում կամ բան, սկսում են բլբլալ, ասեք նո օրիգինալ Original. Ինչքան կասես, նայեք շատ ժպտեր, ասեք no, original. Բա պիտի մուծես, ասա, օքեյ, pas de problème. Մուծում եք, իրանք ձեզ թուղթ են տալի, թուղթը ստորագրում եք, ուղարկում եք ձեր սեկյուրիտե սոցիալին, ձեր ապահովագրության տեղը եւ իրանք ձեզ փոխհատուցում են, հիմա 10 օրից հետո 15 օրից հետո, բայց զատո բժիշկը էտա տվել, էտել գնեք։ Շատ բժիշկներ կան, միանգամից տալիս են ժեներիկը։ Ուրեմն այդ մարդը տենց է, էդի գնում ենք։ Բայց եթե ինքը տալիս է ուրիշ դեղ ու դու գնում ես ապտեկա, քեզ ասում են, «Էսի ասեք no»։ Ես շատ ժպիտով նայում եմ, ես հենց մի անգամից մտնում եմ, ասում եմ, ինձ հանկարծ ժեներիկը չտակ փոխարինողը, միայն օրիգինալը։ Ասեմ սիրելիներս, ուր ենք եկել։ Սերժի մոտիկ ընկերը, իր մանկության ընկերն է դպրոցի, դե գիտի որ արդեն Սերժը թոշակի մեջ, թոշակառու է, թոշակի մեջ չի աշխատում,
խնդրելա որ գա օգնի իրան ցույց տար թե ոնց են քարը անում ու այս ամբողջ պատը Սերժը շարելա ուղղակի այս մարդ իրան օգնում է ասենք ցեմենտա տալի բան հա որովհետև այս մարդը նաև մեր տանը գիտեք նախ իր տղայի տունն է այդ տղան Դավիթի դասարանից է եղել ու այս մարդը եկել է Սերժին շատ օգնել է տան համար տան վրա որտեղ ահագին տրակտորի գործեր կար եւ այլն դրա համար մաման միշտ ասում է ձերքը լվացնում երկու ձերքը երես եւ հիմա իրանք մեկ Սերժն ասեց ես քեզ կգամ կօգնեմ դու անհոգեղի ու մենակ դու իմ կողքս եղի ես այդ դիմացի պատը ֆասադը ամբողջ քարի վրա Սերժն ա դրել հիմա գնացինք երեխեք ջան ցույց տալու Ահա եւ Սերգեյ Սերգեյևիչը, սիրելիներս, որպեսզի բլոգը երկար չտևի, սրանով եկեք ավարտեմ իմ վլոգը, շարունակությունը կդիտեք վաղը, մի քիչ նկարեցի եւ ներսը եւ դուրսը իմ ամուսնու եւ Դավիթի վերանորոգած տունը։ Ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ հրաշալի օր, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ասում պակա-պակա, մինչեւ վաղը։